Ապրիլի 28-ին Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկի շինհրապարակում աշխատողը 6-րդ հարկից ընկել և տեղում մահացել է։ Ցավոք, վերջին տարիներին շինհրապարակներում նման դեպքերը հաճախակի են դարձել։ Սա ցույց է տալիս, որ անվտանգության համակարգն անարդյունավետ է, ովքեր են պատասխանատուները, որոնք են նրանց գործառույթները։ Արդյոք ստուգումներն են անարդյունավետ, թե գործատուներն են անտեղյակ իրենց պարտականություններից։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով, թեև օրենսդրորեն ամրագրված է, որ գործատուն պարտավոր է աշխատողին ապահովել անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմաններով, սակայն նրանցից շատերն անտեղյակ են այդ պայմանների բովանդակությունից։ Շատ դեպքերում նաեւ գործատուն ինքն էլ չգիտի, թե ինչպիսին պիտի լինեն այդ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները, այսինքն արդյոք ունեն գործատուները բոլոր այն նորմերը, ստանդարտները, որոնք պարտադիր են առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու համար։ Շատ ոլորտներում մենք նույնիսկ այդ նորմերը չունենք եւ ստիպված են լինում օգտագործել դեռևս հին, ուրեմն ժամանակների գոստեր, նորմեր, որոնք այսօր արդեն իրատեսական չեն օգտագործել, որտեղ դրանք հնացել են եւ աշխատանքային գործիքներն են փոխվել եւ միջավայրն է փոխվել եւ մասնագիտություններն են շատ դեպքերում նաեւ այլ զարգացել են, դրանք պիտի ժամանակակից դառնան։ Նա հատկապես ընդգծել է, որ շինարարությունը, հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը բարձր ռիսկայնության ոլորտներ են, որտեղ վերահսկողությունը պետք է իրականացվի ոչ թե դեպքից հետո, այլ շարունակաբար։ Այստեղ եւ աշխատողը եւ գործատուն պիտի հնարավորինս գիտելիքներով զինված լինեն աշխատանքային, ուրեմն անվտանգ միջավայր ունենալու համար։ Մենք ունենք աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դրույթ, որ աշխատողը պետք է հրահանգավորվի մինչև աշխատանքի անցնելը եւ բնականաբար պիտի ստորագրությամբ այդ հրահանգավորումը լինի, բայց շատ դեպքերում աշխատողները նույնիսկ չեն կարդում այդ հրահանգավորումը, ուղղակի ստորագրում են եւ գնում։ Եվ նույնիսկ չեմ կարծում, որ բոլոր տեղերում օրինակ անվտանգության ինժեներներ կան եւ արդյոք բոլոր աշխատավայրերում է, որ անվտանգության ինժեները մանրամասն բացատրում է աշխատողին այդ անվտանգության կանոնների պահպանումը։ Մանասերյանի խոսքով, որոշ շինհրապարակներում նույնիսկ բացակայում են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ ցուցանակները։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի խոսքով, վերջին դեպքի առնչությամբ արդեն հարուցվել է վարչական վարույթ եւ դեպքի վայրում զննում իրականացնելու համար մասնագիտական խումբ է ձևավորվել, որն առաջիկա շաբաթասկզբին կսկսի աշխատանքը։ Գրիգորյանը նշել է, որ տեսչական մարմինը հիմնականում իրականացնում է երկու ստուգում՝ աշխատանքի իրավունքի եւ աշխատանքի անվտանգության վերաբերյալ։ Դրանք միտված են տարվա ընթացքում տնտեսվարողների մոտ բացահայտելու, օգնելու տնտեսվարողին խնդիրները վերացնելու, հա, այդ պարագայում երբ որ տեսչական մարմինը իրականացնում է թեմատիկ տարեկան ստուգում, մենք հնարավորություն ենք ունենում տնտեսվարողին կարգադրագրի կամ այլ կերպով պարտադրելու, որպեսզի իրանք վերացնեն թերությունները։ Այդ ժամանակ մենք ինքներս ենք ի հայտ բերում խնդիրները։ Երկրորդ դեպքը, որը նաև վերաբերում է ձեր նախորդ նշած դեպքին, դրանք իրականացնում են վարչական վարույթների շրջանակում, այսինքն արդեն դեպքի փաստացի կատարված լինելուց հետո կամ դիմում բողոքների հիման վրա, կամ լրատվական դաշտում ի հայտ եկած որևիցե տեղեկատվության, կամ ինչպես նշեցի, դատախազության, ոստիկանության կամ քննչական մարմիններին մեզ ուղղված միջնորդագրերով։ Այս ոլորտներում թե գործատուն, թե աշխատողը պետք է լինեն կրթված ու տեղեկացված ռիսկային ու վտանգավոր աշխատանք կատարելու համար։ Սա ոչ միայն իրավական պարտավորություն է, այլ անձնական պատասխանատվություն, ընդգծել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ տեսչական մարմնի լիազորությունները պետք է ավելացվեն, հատկապես չնախատեսված այցերի մասով։ Անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ։ Այո, դա կարող է կանխարգելել որոշակի ռիսկեր, որովհետև երբ որ մենք բոլորս որպես բնակիչ տեսնում ենք այդ խախտումը, հա, մենք չենք կարողանում արձագանքել, բայց դրան պարտավոր է արձագանքել այն տեսուչը կամ այն գերատեսչության աշխատակիցը, որը ամենօրյա ռեժիմով զբաղվում է դրա կանխարգելմամբ։ Հա, դիցուք շաբաթ կամ կիրակի օրը մենք ինքներս տեսնում ենք շինհրապարակում աշխատող մարդկանց, որոնք չեն կրում սաղավարտներ, որոնք բարձրության վրա աշխատում են առանց ամրագոտների եւ մենք ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենք։ Մեխանիզմը այսպիսին է՝ պիտի գալ տեսուչը պիտի գա աշխատավայր, զեկուցագիր գրի իր անմիջական ղեկավարությանը։ Այդ զեկուցագիրը պիտի մակագրվի, դուք պատկերացնում եք արդեն դրան ժամանակ անցավ։ Այսինքն, երբ որ արդեն մենք հասնում ենք դեպքի վայր, այսպես ճակերտավոր ասած, այնտեղ իրավախախտումը արդեն կարող է վերացված լինի կամ ընդհանրապես չնկատվի։ Եվ մենք արձանագրենք, որ այդտեղ իրավախախտում չկա։ Եվ սա չնշանակեց, որ այդտեղ իրավախախտում չի եղել։
2022 թվականին հանրապետությունում արձանագրվել է 46 դժբախտ պատահար, որից 17-ը մահվան ելքով։ 2023 թվականին էլ շինհրապարակում դժբախտ պատահարների հետևանքով գրանցվել է 11 մահվան դեպք։ Իսկ 2024 թվականին այդ դեպքը մեր վարույթներում կոնկրետ աճել է 79 դեպքով, 22 մահվան ելքով։ Եվ ցավոք սրտի պետք է նշենք, որ մահացող անձինք բացառապես ու հիմնականում երիտասարդ տարիքի տղաներ են կամ երիտասարդներ են, որոնք հետագայում վարույթի շրջանակում ի պարզ դարձած ծառայական քննություն իրականացնելու պարագայում պարզվում է, որ նույնիսկ եթե անցել են հրահանգավորում, իրենք ինքնուրույն չեն պահել անվտանգության այդ նորմերը, չեն կրել սաղավարտներ։ Չնայած բանախոսներն ընդգծել են օրենսդրական փոփոխությունների եւ տեսչական մարմինների գործունեության սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, սակայն միաժամանակ կարևորել են աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների խստագույն պահպանումը։ Շինհրապարակներում բարձրության վրա աշխատողները հաճախ չեն կրում սաղավարտներ ու ամրագոտիներ, ինչի հետևանքով նրանք վտանգում են ոչ միայն իրենց, այլև մյուս աշխատակիցների կյանքը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։